Տեսեք, խնդիրը որն է, Ռուսաստանը շատ լավ գիտի, որ ինքը մեր դաշնակիցը չի։ Դա ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ նախկին Նիբենզյան, որ Ադրբեջանի դեմ պայքարում Հայաստանի դաշնակիցը Ռուսաստանը չէ։ Հիմա կասեն մենք Ադրբեջանի դեմ չենք պայքարելու, ես այլ տեսակետ ունեմ, դա թողնենք մի կողմ խաղաղության օրակարգը։ Անվտանգային, որ ասում են համակարգից կտրում է, մեզ համար վտանգը կարող է լինել ըստ Ռուսաստանի, Թուրքիան կամ Ադրբեջանը, ուրիշ Ֆրանսիան չի պատրաստվում մեզ վրա հարձակվել։ Ըստ Ռուսաստանի իրենք կարող են Թուրքիայի դեմ պայքարել։ Չեն էլ ուզում, կրկնում եմ, Ալիևին մի կես բերան, որևէ բան չեն ասում, այդ մարդը արդեն բոլոր սահմաններն անցել է, չգիտեմ, ռուսներին ծեծում է Ադրբեջանում, հետո իրենից ներողություն են խնդրում։ Հիմա եթե Հայաստանում կան մարդիկ, որոնք կարծում են, որ Վլադիմիր Պուտինը, որը մայիսի 9-ի շքերթին վախենում է գնա, որ հանկարծ ԱԹՍ-ն իրան չհարվածի, պիտի Հայաստանի պաշտպանի Ադրբեջանից կամ Թուրքիայից, ես գիտեք չեմ կարող հակառակը իրենց համոզել։